շատ գեղեցիկ ուղի եմ անցել սպորտում, կնոջ սպորտաձև չի եղել, բացասական կարծիքներ են հնչել, մտածել եմ, ասել եմ արդյոք ճիշտ է, բայց չէ, նորից սկսել եմ զբաղվել այդ սպորտով։ Որն է եղել ամենացավոտ կարծիքը, որը դուք լսել եք։ Որ աղջիկը կկոպտանա, չի մայրանա, ամենադժվարը դա էր, որ մտածում էի արդյոք ես չեմ մայրանա։ Ամեն մրցումներ գնալուց, եթե վնասվածք է ստանում, բոլորն ասում էին, տեսնում ես, որ ասում ենք դա աղջկա սպորտաձև չի։ Ու ես այն որ մի հատ ճպասնում էի, գնում էի, ասում էի չուզողությունա ձեր կողմից, դուք տեսեք ես ինչ արդյունքի եմ հասնելու։ Երբ որ ես բալիկ ունեցա, իմ այն որ ասում ուշք միտքս վերադառնալ սպորտներ, ինձ ասում էին դե բավական է, արդեն օլիմպիական բրոնզա ունես, ընտանիքդ ունես, երեխաներ ունեցար, հերիքի ասում եմ չէ, ես դեռ անելիք ունեմ սպորտում։ Ես բնածին ուժեղ եմ եղել եւ 2 տարի մնացի սպորտում վերադարձից հետո մեդալներ նվաճեցի կրկին։ Այն էլ 2 բալիկից հետո արդեն։ Հիմա որ արդեն տանն եմ, սպորտից դուրս եմ, ասում եմ սպորտային կյանքը ուրիշ էր։ Ես ասում եմ այս առօրյա կյանքը իմ համար չի։ Այնտեղ փորձությունները շատ էին։ Երբ կյանքում ինչ-ինչ առիթներով ընկճվում եք, այդ ժամանակ ինչպես եք հաղթահարում։ Ինձ օգնության է հասնում իմ ամուսինը։ Առաջ երբ որ ամուսնացած չէի, ասում էի, բացի սպորտից ես ոչ ոք չեմ տեսնում։ Իսկ հիմա արդեն ընտանիքը նոր սպորտը։ Հայ պերսոնայում այս անգամ հյուրընկալել եմ Հռիփսիմե Խուրշուդյանին։